Ես փոքր տեսասանիկ եմ պատրաստել ձեզ համար կանված ծրագրով, որտեղ հիմնարար բաներն են ներառել, թե ինչ է ասել Նարդոսը իր սպանված աղավնի ստեղծագործության թեմայի շուրջ, այդ ընթերցիր Նարդոսն է սիրեցին ամբողջ իրականը առնել, եթե կարելի է այսպես ասել, գերիոնական և մշտական այժմեականների գոյություն ունենան երկու սեռի հարաբերության խնդիրը, և պատահական չէ, որ հեղինակը վիպակի հիման վրա գրել է համանուն դրամա, իսկ մեր ժամանակներում էլ ստեղծվել է կինոնկարը։ Շատ լավ։ Անդրադառնանք ժանրին, այս ստեղծագործությունը վիպակ է, բայց Նարդոսն այն անվանել է վեպ, և տեսնենք կառուցվածքային ինչ առանձնահատկություն ունի, Քինա այս մասին ընթերցի։ Երկու մասերից բաղկացած ստեղծագործության երկրորդ մասին հմտորեն միաձուլվում են Ռուբեն Թուսյանի տետրակից արտագրված մի ազդեցիկ պատմած «Սպանված աղավնի» խորագրով։ Գեղարվեստական այդ հնարքը ժանր է ժանրի մեջ համադրումը, ավելի հետաքրքրաշարժ է դարձնում վիպաշարը։ Շատ լավ։ Մի կողմից ընդհատում է վիպակն առաջին դեպքով պատմող Մերիդակոս Միքայել Մարգարյանի խոսքը և դեպքերի հաջորդականությունը չի համապատասխանում գործողությունների իրական ժամանակագրությանը, մյուս կողմից ավելի հավաստի է դառնում պատումը, դրանով արձանագիրը միանգամից լուծում է երկու խնդիր, նա խուսափում է ատոմի միապաղաղ ոճից, հետո շրջկապելով գործող անձանց ճակատագիրը, անընդհատ լարվածը պահում օգտագործող ուշադրությունը, վիպակի առաջին մասը բավականին հետաքրքրական է։ Մեկը արհեստական բանականության գործիքներով գեներացրել է կերպարները, ում կերպարն է դարձյալ Սարա մտախոհ, Սարաթուսյան զույգը, Սարայի տառապանքները և ի վերջո խորհրդանիշը սպանված աղավնի, ըստ ձեզով է Թուսյանը թե Գարեգինը դարձյալ մտախոհ։ Շատ լավ, անցնենք առաջ։ Այժմ աշխարհացույց կրթական գործիքով, կրթքով անդրադառնանք սպանված աղավնին համառոտ նկարագրությանը և նաև գրքի հրատարակության նկարներին կամ վարդերների իրականացրու աշխարհացույցով։ Համացանցում գտնում ենք աշխարհացույց կրթական համակարգը ու ըստ պահանջների ընտրում էր ցանկացած թեման։ Առարկան հայ գրականություն, դասարան թեման Նարդոս, դասն Նարդոսի սպանված աղավնի վիպակը։ Շատ լավ, ինչ է հիմա ցուցադրվում։ Եվ բոլոր պահանջները բավարարում են մտնում կայք, արդեն այստեղ բերում է կամ տվյալ ստեղծագործության կամ պատմական որևէ իրադարձության աշխարհագրությունը։ Հիմա եթե Նարդոս ուրեմն ցույց է տալու։ Քարտեզի վրա երևում է Թիֆլիսը։ Շատ լավ։ Մտնում ենք և այստեղ Նարդոսի հետ կապված տարբեր թեմաներ կան, ընտրում ենք սպանված աղավնի վիպակը։ Բացի թող համառոտ ներկայաց։ Այնուհետև այստեղ զետեղված է համառոտ տեղեկություններ ներկայացրու ևս մեկ անգամ թող դառնա ամրապնդում։ Գրող Նարդոսը, ով ապրել է 1867-ից 1933 թվականներին, սպանված աղավնի վիպակը գրել է 1898 թվականին, որը հազվադեպ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող Նոր դար պարբերականը։ Խնդրում եմ մտապահել Նոր դար պարբերականը։ Առաջին անգամ վիպակն առանձին գրքով տպագրվել է 1901 թվականին։ 1906 թվականին հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Նարդոսը համանուն վիպակի հիման վրա գրել է Սպանված աղավնի պիեսը։ 1908 թվականի դեկտեմբերի 5-ին պիեսն առաջին անգամ բեմադրվել է Թիֆլիսում։ Այսինքն դա բեմադրության համար է եղել պիես, բայց ժանրով վիպակ է։ Շատ լավ։ Արի տեսնենք, թե ինչ նկարներ կան, կառուցվում, հրատարակության նկարները, այլ գրքի կազմը։ Ընտրեք այստեղից։ Նաև աշխարհացույց կրթական հարթակում կան տվյալ թեմայի վերաբերող նկարներ, այս դեպքում գիրքն է, գրքի հրատարակություններից են հատվածներ, ընդ որում տարբեր թվականների վերագրվող։ Այնուհետև ֆիլմից հերոսներն են։ Շատ լավ, անցնենք առաջ։ Իրականացնենք ձևավորող կրամատում, ուշադիր եղեք, իրականացրեք, որ հարցերին պատասխանեք։ Սկսեցին երեխաներ։
երևա ճիշտ պատասխանը։ Իրականորությամբ է գրվեց համաձայնագիր։ Դիրքերը դարձյալ ճիշտ և սխալ պետք է ընտրել։ Տեսեք ձեր արդյունքները։ Կեցեցնեք շատ ով է սպանվածահարն մի բան, ով սպանվածահարի շտակի հերոսներից չէ։ Ճիշտ և սխալ պատասխանել պետք է ընտրել։ Այժմ կդիտեք ֆիլմի վերջին հատվածը և կցանկանայի դիտումից հետո նշեիք, թե դուք ինչ վերջաբան կառաջարկեիք այս ստեղծագործության համար, դիտենք։ Այն անտարում նորվելու համար, քեզ տանելու համար, քեզ սիրելու համար։ Տեր Աստված։ Մարդիկ աչքապես վարդանալու են, հանցու դարձնելու փորձում, որպես թե ոչինչ չպատահել։ Այն օրը ես քո զավակին վերջ չտվեցի, այլ տղաներն հեռու, որ ինձ սպասի։ Ռոբե, կյանքս շատ եղավ քեզ համար, բայց շնորհակալ եմ քեզ, դու ինձ սրտվեցիր։ Մեկ պատին համար միացավ, որը գիշերներ լաց չեմ լինելու, կտեսնես հեռվից, պետք ես կրեք ինձ վրա, ինձ գործոքած գնդակը չի ասնի, ես հեռու կլինեմ Ռոբեն, երկնքից լեն կողմ։ Ես կինա կնամ, գերզմանից մոտլած չեմ լասը, լսում ես, չտղես, միանեմ ես այնտեղ չեմ լինելու, ես կլինեմ
Գնացել են, գնացել, հիմնաններում։ Այժմ կուզեի տեսնել, թե դուք ինչ վերջավակառոչարկեք այս ստեղծագործության համար։ Այդա, Սա վերջին անգամ նայած հեռացող կարգի ետևից ես զգաց, որ իր ներսում սպանված աղավնի իրականում ոչ թե ինքն է, այլ իր միամիտ հավատը մարդկանց հանդեպ, բայց չկրկնեց ու չփնտրեց վխթարություն, այլ ուժ գտավ այրելու անցյալի բոլոր կամուրջները, հավաքելով իր իրերը նա ուսաբացին անամոք հեռացավ քաղաքից, ընտրելով ոչ թե կործանումը, այլ անհայտ դժվարին ազատությունը։ Տարիներ անց նա դարձավ մի կին, ում հայացքում այլևս սխալ չկար, որովհետև նա սովորել էր թրջել սեփական թևերով բոլոր նրանցից, ովքեր փորձում են իրեն եկին գավել։ շատ ապրես, այլ տարբերակն էր, Վերջին տեսարանում ես կցանկանայի տեսնել Սարայի մեկ այլ քաղաքում կամ միջավայրում։ Նա այլևս չի փնտրում տղամարդու սեր, որպեսզի հաստատի իր արժեքը։ Նա գտել է իր ներքին խաղաղությունը, ապրելով ինքնուրույն եւ ազատ։ շատ լավ։ Բացում ենք դասագրքի էջ 137-ը, որտեղ զետեղված QR կոդում կան հարցեր եւ առաջադրանքներ։ Հիմա հարցը կամ այդպիսի հարցը բացեք, բոլորս QR կոդը բացեք։ Գործիր այդ ստեղծագործությունների բովանդակությունը քեզ ծանոթ այդ ստեղծագործության հետ գտի նմանությունը եւ տարբերությունը։ Շատ լավ, որ ստեղծագործությունների հետ կարող եք համեմատել, խնդրեմ, Թինա, նստած կարող եք։ Նարդոսի ակամարտի կամ Նարդոսի անասարի։ Շատ լավ, այդ տարբերակներ։ Ես նմանեցնում Լևոն Ժանթի կինո ստեղծագործությունը։ Ուրիշ, ձեր տնային հանձնարարությունը կլսեք հենց հեղինակից, Նարդոսից։ Հարգելի սովորողներ, ուրախ եմ, որ մեծ խանդավառությամբ ուսումնասիրեցիք իմ սպանված աղավնի ստեղծագործությունը։ Ձեզ տնային առաջադրանք եմ տալիս խորեք այս հարցի շուրջ, թե ով էր այս պատմության զոհը, շարադրեք ձեր մտքերը։ Հարգելի սովորողներ, Այսինքն կգրեք, թե ով էր ըստ ձեզ զոհը եւ ով էր իրապես սպանված աղավնին ձեր կարծիքով։